Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 22-ի համար։ Օրը շաբաթ է, աշխատանքային օր չէ, ընդհանրապես հանգստյան օր է համարվում, եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այդ օրը։ Իհարկե, ովքեր ամուսնանում են այդ օրը, երջանկություն եմ ձեզ մաղթում, բայց զաքսավորվել գոնե այս ընթացքում մի զաքսավորվեք, մի փոքր սպասեք։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 22-ին։ Դե ինչ ուղղություն որ ընտրել եք, այդ ուղղությամբ գնացեք։ Բայց հույսներդ մի դրեք որևիցե մեկի վրա, ով որ ձեզ պետք է օգնի, ով որ ձեզ կաջակցի, որովհետև եթե նա ձեզ ինչ-որ բան է խոստացել, ապա դժվար է թե անի։ Եվ եթե ինչ-որ մի ուղղություն եք որոշել ձեր կյանքում, որ գնաք ինչ-որ մի բան անելու համար, ապա ոչ ոքին փորձեք չասել։ Այս ընթացքը ուղղակի լուր ձեզ համար, եթե ինչ-որ բան եք որոշել, գնացեք լուր արեք։ Նաև յուրաքանչյուր ոլորտ, եթե դուք ինչ-որ մի բան եք ընտրել ձեզ համար, ապա դա արեք։ Սա ասում է ճիշտ ուղղություն է ձեզ համար, գնացեք եւ զբաղվեք դրանով։ Այդ օրը նաեւ երկերեսանի մարդիկ կլինեն ձեզ շրջապատում, բաներ ձեզ կխոստանան, ինչ-որ մի բան ձեզ առաջարկեն, մի քանի տեսանկյունից անպայման նայեք, միանգամից ոչ մերժեք, ոչ ասեք այո, երկուսն էլ անմիջապես մի ընդունեք։ Ոմանք այդ օրը կարող են նաև վիրահատություն ունենալ, կամ դուք կամ ձեր հարազատներից ոչ մեկը։ Նաև ուշադիր եղեք մեքենա վարելուց, ուշադիր եղեք տանը սուր գործիքներով աշխատելու հետ կապված եւ եթե ինչ-որ մեկի հետ վիճեք, ապա դա կարող է լինել վերջնական, կարող եք իրար ռեժեշ տալ, սա կտրել եւ գցել է։ Նաև կտրուկ փոփոխություն կարող եք անել ձեր կյանքում։ Ինչ-որ մի բան կտրուկ կամ հանել, կամ մտցնել ձեր կյանք, ում ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 22-ին։ Կամ վեճ է, կամ տուն եք մաքրելու, էլի երկերեսանիները դուրս եկան, կամ վեճ է սա, կամ տուն կարող եք մաքրել։ Նաև երկերեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, ինչ էլ որ խուստանանելի խոյրի նման պետք է ասեմ, անմիջապես ոչ ընդունեք, ոչ էլ մերժեք, մի պահ մի հատ լավ մտածեք, իրենց ասածը նոր։ Մի քանի տեսանկյունից, որ ասում տեսեք որտեղ են ուզում ձեզ գցած լինեն, այդպես նոր, հետո որոշում կայացրեք։ Եվ այդ օրը շփում կունենաք բավականին շատ, կարող է նաև տարբեր մարդկանց հետ այդ շփումը լինել, հնարավոր է նաև բամբասանքներ ձեր թիկունքում, նաև դա կարող է լինել լեզվակռիվ, այդ կռիվը կարող է դա այց տալիս, դա կարող է լինել երկերեսանիների հետ կռիվ, վեճ, ինչ-որ թեթև լեզվակռիվ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 22-ին։ Ձեր ընկերոջ, ընկերուհու հետ կանցկացնեք այդ օրը, կշփվեք, բավականին շատ կշփվեք իր հետ, հնարավոր է ոմանք նամակագրական կապի միջոցով շփվեն։ Նաև միգուցե իրեն է հարկավոր օգնություն, ձեզ է հարկավոր օգնություն եւ պետք է օգնեք։ Ոմանք նաև փաստաթուղթ այդ օրը կարող են ստանալ, նամակ, ինչ-որ փաթեթ, շատ կարևոր թուղթ, ինչ-որ բաներ կգրանցեք, ինչ-որ բաներ կգրեք այդ օրը, կլրացնեք, միգուցե նաև ցուցակեք կազմում ինչ-որ մի բանի համար։ Եվ բավականին շատ կարող եք շփվել այդ օրը կամ տարբեր մարդկանց հետ, կամ մեկ հոգու հետ, եւ դա նաև կարող է լինել բամբասանք ձեր մեջքի հետևում եւ չի բացառվում նաև լեզվակռիվ։ Եթե զգում եք իրար չեք հասկանում, ապա ավելավ է դադարեցեք շփումը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 22-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Այստեղ կամ ձեր հայրն ու մայրն է, կամ այստեղ աղջիկ տղա հենց հարաբերությունների մասին է խոսում, որ կարող եք հանդիպել, միգուցե նոր սեր է, նոր հարաբերություններն է, այստեղ ով ուզում է նայել, այստեղ երկուսն էլ կան, աղջիկն էլ կա, տղան էլ կա։ Դա նշանակում է, որ երկու տարբեր սեռի ներկայացուցիչներ այստեղ սիրային հարցում կարող եք հանդիպել, միգուցե ձեր նախկին ամուսինն է, նախկին կինն է նաև այդպես ցույց է տալիս։ Նոր դռներ կարող են բացվել, միգուցե նոր հնարավորություն եք տալիս իրար։ Նաև նոր դռները կարող է յուրաքանչյուր ոլորտում լինի ձեզ մոտ։ Յուրաքանչյուր։ Հնարավոր է նաև որից դուռ եք փակում։ Այդ դուռը այլևս չեք բացելու։ Վերջացնում եք այնտեղ ինչ-որ գործունեություն եւ այլևս չեք վերադառնալու։ Եվ այդ օրը ճիշտ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու։ Միգուցե պետք է որևիցե առաջարկություն անել դիմացինին, կամ ինչ-որ մի բան պետք է այստեղ փոխեք ձեզ մոտ։ Դա սա ասում է ժամանակն է եկել արդեն, ժամանակն է անելու դա։ Եվ բացի դա էլ սա ժամանակ օգտագործեք, ժամանակը ճիշտ օգտագործեք, նաև ժամանակի մեջ պետք է ինչ-որ բան տեղավորվեք, որ ինչ-որ գործ անեք։ Բացի դա էլ դա կարող է լինել, որ ժամանակ չունենաք հասցնելու մեկ այլ գործերով զբաղվել, պետք է ինչ-որ բան անեք, որը երկար ժամանակ ձեզանից կտանի։ Ժամը եւ ժամանակը ձեզ համար շատ կարեւոր է այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին։ Ոայ, մրվեց ձեռքերս 1 րոպե։ Ահա։ Մոմը վառելուց ամբողջությամբ մրվեցի։ Տեսնենք ինչ է սպասվում առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 22-ին։ Փոքր անհանգիստ եք, լարվածություն կա։ Բավականին լարված եք, անհանգիստ եք։ Ինչ որ կարող է ամուսնություն է, կամ ձեր հարսանիքն է, կամ պետք է գնաք, կամ ձեր երեխայի հարսանիքն է եւ բավականին անհանգիստ եք, լարված եք, միգուցե ամուսինը տուն պետք է գա, առաջարկ է արել միանալու եւ այլն։ Ընտանիքում շատ կարեւոր օր է այդ օրը եւ դրա համար եք անհանգիստ, լարված։ Այստեղ ինչ որ մի բան է գնալու ձեր կյանքից եւ նոր փոփոխություններ է մտնելու ձեր կյանք։ Գուցե դրա համար եք անհանգիստ, լարված, որ այդ փոփոխությունները պետք է տեղ ունենան։ Կամ ինչ-որ մի բան այսպես թե այնպես պետք է գնա ձեր կյանքից, մյուսին տեղ բացելու համար դրա համար եք լարվել, որ դա չեք ուզում բաց թողնեք։ Միևնույնն է, եթե պետք է ինչ-որ մի բան գնա, այս խավորման ժամանակ պետք է թողնեք, որ գնա։ Հանգիստ թողեք իրեն, թող գնա։ Եվ հենց փոփոխություն կարող է մտնել, անմիջապես այդ փոփոխությունը կարող է մտնել ձեր կյանք։ Եվ ոմանց մոտ նաև հղիություն, ոմանց մոտ ծննդաբերություն դա կարող է լինել։ Ոմանց մոտ նաև կարող է պետք է գնա կոտարի երկիր եւ դրա համար եք լարված, անհանգիստ, որ պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 22-ին։ Ճանապարհ եք գնալու կամ բավականին շատ ճանապարհներին կարող եք լինել։ Բայց այստեղ ասեմ, որ ինչ-որ մի ճանապարհ, եթե ուզում եք գնալ երկար, պահում է սա։ Կանգնեցնում է ինչ-որ մի բան ձեզ, միգուցե ընտանիքի անդամները, միգուցե առողջությունը, կամ պետք է երկար ճանապարհ գնաք եւ կանգնելու եք։ Ինչ-որ մի տեղ կարող եք կանգնել։ Եթե պետք է գնաք երկար ճանապարհ, հաստատ ինչ-որ միտեղ ստիպված կլինեք կանգնել եւ հետո նորից շարունակել ձեր ճանապարհը։ Նաեւ դա կարող է լինել ինչ-որ գործեր եք ուզում անեք, ինքը պահում է։
Ընդհանրապես նավը կանգնացնում է միայն այս կեռիկով, երբ որ դուք խարիսխը գցում եք ջրի մեջ եւ նա պահում է։ Երբ որ երկուսն էլ կան, դա նշանակում է, որ ինչ-որ մի բան ձեզ չի թողնում ձեր գործերը առաջ մղեք։ Կամ ընտանիքի անդամները, առողջությունը կամ ինչ-որ մի բան։ Այդ օրը կամ հենց կարող է շաբաթ օր է դրա համար չեք կարողանում առաջ տանել, որտեղ ինչ-որ բաներ փակ են, չի ստացվում։ Մի խոսքով նաև եթե ուզում եք գնալ օտար երկիր, եթե ուզում եք գնալ որևէ մի տեղ, հեռու տեղ, եւս էլի նորից պահում է ձեզ։ Կամ կանգառներով պետք է գնաք։ Եթե հեռու տեղ է, էլի կանգառներով, եթե օտար երկիր է, էլի պետք է գնաք ինչ-որ մի երկիր իջնեք, հետո նորից սպասեք, հետո նորից նստեք, գնաք, էլի նորից իջնեք, այդպես ոնց որ կանգառներով։ Այդ օրը ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք առողջությամբ, ոմանք ընտանիքի անդամների հետ կլինեն, կամ կգնաք իրենց տուն, կամ իրենք կգան ձեր տուն։ Նաև ոմանց մոտ կարող է լինել հղիություն կամ ընտանիքից որևէ մեկը կարող է ցանկանալ ամուսնանալ, ընտանիք կազմել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին մարտի 22-ին։ Բավականին էմոցիոնալ կարող եք լինել, այստեղ հիշեք անցյալը կամ անցյալից որևէ մարդիկ կարող են գալ, որոնք որ նյարդեր են քայքայում, հնարավոր է եւ դա լավ էմոցիաներ են, չի բացառվում, ընդհանրապես լուսնով էմոցիաները դրանք Դե լուսինը մթություն է ընդհանուր առմամբ եւ ոնց որ դու չգիտես քո դիմաց ինչ է կատարվելու, ինչ է սպասվելու քեզ եւ այստեղ անցյալից ինչ որ մարդիկ կարող են գալ եւ առաջարկ անել եւ այլն եւ դուք չգիտեք ինչ է ձեզ սպասվում, դրա համար էմոցիոնալ եք կամ ուղակի անցյալի կամ թաքուն ինչ որ բաներ են հիշում եք, հա ինչ որ որ թաքուն եք պահել էս պահին գալիս է Դա համար եք էմոցիոնալ, սա նաև անցյալից կարող է ինչ-որ մեկը լինել, կարող եք ում հետ երկար մնալ, երկար շփվել, մինչև ուշ գիշեր, նաև կարող եք ուղղակի հիշել ձեր անցյալը, հիշել որևէ ինչ-որ պահեր անցյալից եւ դա ձեզ էմոցիոնալ դարձնի, միգուցե նաև արտասվեք, ինչու՞ չէ, ինչ-որ բաներ ձեր մեջ մութ էր մնացել, դա այդպես դրա մասին մտածեք, որ ինչու օրինակ սա այսպես եղավ եւ այլն Նաև կարող է ոմանք հիշում են իրենց մայրիկին, իհարկե, ոմանք կարող են իրենց մայրիկի հետ նստեն եւ հիշեն իրենց անցած ճանապարհը, թե ինչ ճանապարհ են անցել իրար հետ։ Եվ մի խորացեք շատ անցյալի մեջ, անցյալը բաց թողեք ուղակի։ Բաց թողեք, թող գնա, դուք ապրեք ներկայով, պետք չի անցյալը փորփրել։ Եվ ժամանակն է, կարող այն ժամանակն է իրոք, որ վերջ տակ անցյալի փորփրելուն, վերջ տակ անցյալին եւ ապրեք ներկայով։ Պետք չի անցյալը նորից հետ բերել։ Ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է ինչ-որ մի բան անելու։ Եվ կարող եք շատ ժամանակը վատնել օրինակ հիշողությունների հետ կապված, էմոցիոնալ այդ պորտկումների ինչ-որ բաներ չանեք, ոնց որ կանգ առնեք եւ մտածեք, որ այս ինչ էր, ինչ-որ մի բան ինձ մոտ պարզ չի։ Կամ ժամանակին չնայեք երկար խոսակ մինչև կես գիշեր ինչ-որ մեկի հետ։ Եվ բացի դա էլ այդ օրը կարող եք անցյալից որևէ մի բան, որը որ մնացել էր, որ պետք է շարունակեք, արդեն ժամանակ չկա, որ շարունակեք, հա ժամանակի մեջ պետք է տեղավորվեք, որ շարունակեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 22-ին։ Շատ շփում, բամբասանք նաև, երկերեսանի մարդիկ կան ձեր կողքը։ Ժամանակը կվատնեք իրանց վրա, անիմաստ, այստեղ երկերեսանիների վրա, անիմաստ կխոսեք, կամ էլ իրենց բամբասանքին տեղի կտակ եւ ժամանակ կվատնեք իրենց խոսակցությունը քննարկելու ու քննադատելու համար։ Նաև սա լեզվակռիվ կարող է լինել ուղղակի իրոք։ Ժամանակն է կամ իրենց մոռանալու, կամ բանի տեղ չդնելու արդեն,
Գովե շատ երկար ժամանակ է անդատնկած եք այդ երկերեսայինների եւ բամբասանքների հետևից։ Ժամանակ մի վատնեք իրենց վրա, ժամանակ վատնեք մեկ այլ բաների վրա, ավելի կարևոր։ Ինչ-որ մի բան սկսեք, ինչ-որ մի բան արեք։ Ժամանակն է, նայեք, դուք ձեր կյանքը ծանրացնում եք ընդհանրապես նման մարդկանց բանի տեղ դնելու համար։ Եվ ժամանակ չի մնում ձեզ, որ ինչ-որ մի բանով դուք զբաղվեք, ձեզանով զբաղվեք։ Այդ օրը ոնց որ ավելի շատ ֆիքսվեք դրանց վրա, թե հիմա որտեղ կլինեք, առիթի կլինեք, ինչ ոնց կարող ֆիքսվել իրենց վարքագծի, իրենց բամբասանքի, վայ ես ինձ սենց անայում, վայ նենց անայում, վայ ժպտացին, վայ ես իմ ինչ, եւ կտրամադրվեք ոնց որ իրենց վրա։ Դա համար ասում եմ պետք չի սա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 22-ին։ Հանդիպում շփում որևէ աղջկա հետ, տեսնենք ով է, խորաման գինքն է։ Էլի աղջիկ տղա այստեղ զույգ է ցույց տալիս, որ զույգով կհանդիպեք։ Միգուցե հանդիպեք, սիրահարվեք, միգուցե նախկին սերն է իրար եք տեսնում, ուղղակի այդ օրը ձեր սիրելիի հետ կարող եք ժամանակ անցկացնել։ Եվ գումար կամ կծախսեք կամ նաև գումար կստանաք այդ օրը։ Եվ խորամանկ մարդիկ կան, խաբեբա մարդիկ կան, ուշադիր եղեք, եթե նոր ծանոթություն է այդպես մի անգամից մի գայթակղվեք եւ ասեք շատ լավ է։ Խաբեությունը կարող է ոչ թե լինել զույգի մեջ, կարող է լինել գումարի մեջ, վերցնեն գումարը եւ հետո շատ դժվարությամբ հետ տան, այնպես որ խաբեությունը կա, ուշադիր եղեք։ Խորամանկ անձնավորությունը, ով որ կարող է ինչ որ մի բան է ուզում ձեզ այն իրոք, հենց կարող գումար է ուզում, կամ այնպես անի, դուք ինչ որ մի բանի համար վճարեք։ Եվ հենց չի բացառվում սիրային կյանքը, որ այդպես լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 22-ին։ Շփում, հանդիպում, որևէ տղայի հետ, այստեղ կամ իր հարսանիքն է նաև, ժամանակը անցկացնում եք այնտեղ, նաև սա չի բացառվում ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, զբաղվում եք այդ ամուսնական արարողությամբ, ծախսերով, էմոցիոնալ եք այս տղային, կարող եք միամիտ տեսնել, կարող ինչ որ հարսանիքի ժամանակ այս տղային տեսնեք անակնկալ, կամ ուղղակի էմոցիոնալ եք, որտեղ կարող ձեր տղան է ամուսնանում, դուք եք ամուսնանում, կամ շատ կարևոր օր է ձեզ համար, այդպես էմոցիոնալ պատրաստվում եք, տունն եք զարդարում եւ այլն, ինչ որ կարևոր ժամանակաշրջան է։ Ինչ-որ մեկ հետ կարող եք երկար ժամանակ խոսել այս տղայի հետ օրինակ, ձեր ամուսինը կարող է լինել, ձեր տղան կարող է լինել եւ իր հետ երկար ժամանակ խոսեք։ Մինչև ուշ գիշեր։ Եվ ոմանք կարող են հարսանիքի հրավիրվել, կամ հրավիրված եք այդ օր նշանադրության, ամուսնության առաջարկ ստանաք, դուք անեք։ Ժամանակն է նաև ասում է, որ ժամանակն է ամուսնության առաջարկ անելու համար կամ նաև ամուսնանալու համար, հարսանիք կազմակերպելու համար ժամանակն է եկել, կամ ժամանակ ուղակի կվատնեք այնտեղ հարսանիքի վայրում կամ այդ արարողությանը։ Ներքևում է սրտիկ։ Այդտեղ նոր սեր է ոմանց մոտ նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 22-ին։ Էմոցիոնալ իրավիճակում եք գտնվում, ինչ-որ մեկ հետ երկար կխոսեք, ինչ-որ բաներ այդ օրը ձեզ համար մութ կմնան, ձեր մայրիկին կարող եք հանդիպել, այստեղ կա, ընտանիքի անդամ, ձեր մայրիկին կարող եք հանդիպել, ձեր աղջկան կարող եք հանդիպել, իրար հետ նստեք, խոսեք, կամ որևէ կնոջ, ընդհանրապես մայրն է, բայց նա նաև որևէ կին է, մորաքույրը, որ այդպես մայրիկի տարիքի է եւ նաեւ իրեն հավասար, այդպես։ Դե հավասար չի լինում, բայց մոտավոր։
Եվ ոմանք նաև կարող է ուշ քնեն, ուշ պարկեք քնելու, մինչև ուշ գիշեր այդպես շփվեք։ Տան հետ կապված ոչ է գործեր կարող եք անել, ինչ-որ բաներ մաքրեք, հանեք, թափեք, ու բորկանեք, վերանորոգման աշխատանքներ սկսեք, եթե արևեջն է, գիժմարտն է, ամեն ինչ հնարավոր է։ Նաև հյուր ընդունել, ճանապարհել, այստեղ նաև չի բացառվում տուն գնել, տուն վաճառել, նաև տուն եք գնում նայելու։ Եվ ոչ աղջիկա կարող եք հանդիպել, տեսնենք ով է։ Դա այս աղջիկը կարող է օրինակ տղամարդկանց համար լինել իրենց երկրորդ կեսը, ում հետ որ միգուցե խաղ եք անում, կամ ինքն է ձեզ հետ խաղանում, ում իրար հետ կարող եք գնալ որոցե խաղասրահ և այնտեղ խաղաք, չի բացառվում, բայց նաև չի բացառվում, որ ինքն է ձեզ հետ խաղ խաղում, մաքուր չի, ազնիվ չի։ Ետ կարող եք ճանապարհ գնալ, կարող է ինքը գալ ձեզ մոտ, կարող է միգուցե խաղը դա այնպես լինի, որ դե չեր ասում, որ գալիս է, այդպես ձեզ հետ խաղ է խաղում, որ դե ես էստեղ եմ, ես այնտեղ եմ, ես այնտեղ եմ, ես այնտեղ եմ, մեկ էլ միամիտ կարող է դուրս է գալիս ձեր դիմաց։ Կարող է այդպիսով նաև խաղ լինել։ Իրար հետ գնում եք իրոք, այստեղ ինչ-որ խաղ խաղալու։ Կամ դրդում է ձեզ, ճանապարհ եք գնում, օրինակ դրդում է ձեզ, որ կամ մտնեք խաղ խաղալու, կամ ինչ-որ մի հատ տոմս գնեք։ Կամ իրոք ազնիվ չէ։ Ամենայն դեպս իրար հետ կամ ճանապարհ եք գնալու, կամ ինքը կգա։ Այդտեղ չկա, չգիտեմ, մի տեսակ մաքուր մարդ չէ։ Եթե ուզում եք գործերը առաջ տանեք, իրար հետ կո բիզնես եք անում եւ այլն, ապա այստեղ ինքը մի տեսակ ազնիվ չէ այդ բիզնեսի մեջ, եթե իրար հետ եք, ինքը գումար է շատ վերցնում, բայց չի ասում։ Եվ այլն, մի խոսքով ինչ որ աղջիկ է, ում հետ որ կարող եք հանդիպել այդ օրը։ Օրինակ իրավաբանների համար այս աղջիկը ազնիվ չի, գուցե դուք հավատաք, որ ինքը ինչ որ մի բան ճիշտ է ասում ձեզ, պատմում է ձեզ, որ դուք իր շահերը պաշտպանեք, բայց խաղ է խաղում։ Դա հատուկ իրավաբանների համար։ Եվ մնացածները կամ պատկերացնել ամեն ձևով խաղը տարբեր ձևով կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 22-ին։ Բոլորին նույն բաներն անգն։ Այսքան կարտերից։ Այստեղ տղա է, ով կա գուցե տղամարդիկ են, ովքեր վերադառնում են ձեր անցյալից։ Մեկի պապան է, մեկի ամուսինը, այդպես հնարավոր է վերադառնում են։ Տղան է վերադառնում, եթե գնացել էր տանից։ Մի խոսքով տեսնենք ովքեր են։ Գուցե նոր ձեր նախկին սերն է գալիսը։ Կամ երկու տղամարդու արանքում եք, չգիտեք ում ընտրեք։ Տեսնենք լավ ով է այս տղան։ Այս տղան հարաբերությունները կայուն են, այս տղան ձեզ կարող է տալ կայունություն, հանգստություն, ձեր գործերին, եթե կախված է թե ինքը ինչ առումով այդ օրը կարող է գալ, մեկը երիտասարդ է, մեկը մի փոքր մեծ է, օրինակ երիտասարդը նրա համար է, որ ինչ որ բան կայունացնի, կարող է գալիս ինչ որ մի բան վերանորոգելու, ինչ որ մի բան սարքելու համար։ Իրար հետ կարող եք նաև այս տղայի հետ ոմանք մնան իրար հետ մենակ, երկար ժամանակ մնաք։ Կամ այս տղան ինչ որ գործեր է կանգնացրել եւ չի ուզում առաջ տանի, անցյալից է այդ գործերը եւ այս տղային եք դիմում, որպեսզի նա այդ կանգնած գործերը առաջ տանի։ Եվ անցյալը կփորփրեք այդ օրը, անցյալը կհիշեք այդ օրը։ Եթե իհարկե այս ամենը անցյալից չի գալիս, ոմանց մոտ նաև ուղղակի իրենք անցյալը կհիշեն, որ անցյալում կատարած ինչ-որ մի բան, գործեր, հանդիպում, շփում, ինչ-որ մի պահ անցյալի հետ կապված, կարող եք ուղղակի հիշել։ Սա ընդհանրապես անցյալը պետք է դնել մի կողմի վրա։ Հիշել է հիշել, բայց բերել նույնից ներկա ապրել դրանով, այդքան էլ պետք չի։
Իսկ մի փոքր հասուն տղամարդ է, այստեղ տարիքով տղամարդը տեսենք ով է։ Իրան տեսնելուց կուրախանաք, բավականին շատ կուրախանաք, տրամադրությունը ձեր կբարձրացնի, կարող այնպեսի մեկն է, որ գալիս է ձեր աշխատանքի վայր, եթե աշխատում եք շաբաթօր եւ բոլորի տրամադրությունը բարձրացնում է։ Ինչ որ մի տղամարդ է, որի տեսնելուց, որի պատճառով, որից ելնելով, հա, դուք կուրախանաք, տրամադրությունը ձեր կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։